Տեսնելով, որ Փաշինյանը հիմնականում ոչ մի բան Ռուսաստանի դեմ չի անում, նա անգամ հեռուստաալիքները չի անջատել, ամենավտանգավոր իրենց զենքը։ Ես երեք ծաղիկներ տարա հավերժ կրակին, որովհետև հաղթանակի օրը մայիսի 8-ն էր, եւ ինչ տեսնեմ այդտեղ, մանկապարտեզը կանգնած 3 տարեկան երեխաներ։ Այսինքն արդեն Արցախի հայաթափման հասակակիցներ, պատերազմից 44-օրյա պատերազմից հետո ծնված երեխաներ են կանգնած, եւ իրենք Կատյուշա եւ Սինի պլատոչիկ ռուսական երգերով, ռուսական սովետական համազգեստով փոքրիկների համար կարմիր աստղերով ռուսական երգեր ու պարեր են կատարում, դա փորձեր այսօր երևի կատարելու են արդեն հեռուստատեսության ներկայությամբ։ Այսինքն, երբ հարցրեց ինչու եք երեխաներին պղծում, դայակը մոտեցավ, ասեց մի ասեք տենց բաներ, մեր տնօրենը, թե ուսմասվարը ամուսինը կորցրել 44-օրյա պատերազմի ժամանակ, ասեցի ու նա մինչև հիմա չհասկացավ, որ նրա ամուսնուն սպանել են ռուսական զենքով, ռուսական շահերի համար, ռուսներն են կազմակերպել այդ, նա չի հասկանում եւ պատերազմից հետո ամուսին կորցրած կինը մեր երեխաներին ռուսական երգեր ու պարեր է խաղացնում Պուտինյան շքերթի օրը։ Մենք այդքան ծանր հիվանդացք ենք, որ դա էլ չենք հասկացել մինչև հիմա։ Ինչ ասեմ, ես շատ մեծ ցավ ապրեցի։ Երեք ընդամենը 24 ժամ առաջ, երբ հավերժ կրակի մոտ եվրոպական ու հայկական դրոշներն են խոնարհել։ Զանգեզուրի միջանցքը, Սյունիքի անձեռնմխելիությունը ոչ թե Փաշինյանն է երաշխավորում, ցավոք սրտի, ինչպես որ կոչված էր հայոց համանadrության միջոցով։ Դա երաշխավորում է աշխարհաքաղաքական շահերը։ Եվ վերջնական պատասխանը տրվեց մի քանի օր առաջ, երբ Ռոմի Պապ Ֆրանցիսկոսի կյանքի վերջին օրվա ժամերին Վատիկանում 12 ժամանոց հանդիպում տեղի ունեցավ նրա օրհնությամբ Իրանի արտգործնախարար Արաքչի եւ Միացյալ Նահանգների հատուկ դեսպանի միջև, որոնց հետո միացավ նաեւ Հնդկաստան ճանապարհին իմիջիալոց իջավ Ռոմում, միացավ փոխնախագահ Վենսը եւ այդ 12 ժամանոց բանակցությունների ընթացքում, որոնք կրկնում եմ, տեղի են ունեցել Վատիկանում, ոչ թե պարզապես Հռոմում, Իտալիայում, այլ հենց Վատիկանում, մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում դա եւ ինչ է նշանակում Վատիկանը, հատկապես երբ որ երեք եւս մեկ կարևոր օր էր, տոն էր, նոր Հռոմի Պապ ընտրվեց, Միացյալ Նահանգներից առաջին ամերիկացին, այդ էլ է կարևոր։ Ես այդ ամենը ասում եմ Զանգեզուրի միջանցքի մասին, որովհետեւ ամերիկացիները վերջնականապես հաստատեցին, որ իրենք չեն գրահելու Իրանին։ Իսկ Զանգեզուրի միջանցքը, Սյունիքի գրավումը հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե Իրանի դեմ սկսվեր ոչ միայն Իսրայելի հարձակում, այլ ամերիկա-իսրայելական հարձակում։ Եվ այդ դեպքում Ադրբեջանը, որը դա նախապատրաստում էր, ասելու էր, ահա, մենք օգնում ենք ձեզ Միացյալ Նահանգներ եւ Իսրայել, եւ մենք փակում ենք այդ Չարաբաստիկ Իրանի հյուսիսային սահմանը, հատկապես որ Փաշինյանը անզգուշորեն դրանից մի քանի շաբաթ առաջ համատեղ զորավարժություններ իբրև թե կայացրեց Իրանի հետ, դա ամենասխալ եւ վտանգավոր զարգացումն էր, դա Իրանին էր պետք, բայց Հայաստանին դա բացարձակապես պետք չէր։ Ես պարզապես սարսափած մի քանի օր սպասում էի Միացյալ Նահանգների արձագանքին, որովհետեւ Ադրբեջանը պատրաստել էր դա որպես հաղթակար, տեսեք, դուք պատրաստում եք գրոհել Իրանի գրոհը, իսկ Հայաստանը Իրանի հետ համատեղ զորավարժություններ անում, իրական զորավարժություններ չէին, Իրանը իր տարածքում, Հայաստանը իր, բայց այն որ հայտարարվել է, Հայաստանը փաստորեն դարձնում էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի դաշնակից Ամերիկայի համար, Թրամփի համար, որը շատ ավելի քիչ, փոքր
մեղքերի համար է սարսափելի պատիժներ սահմանում, չէ՞ հիմա մենք հասկանում ենք ում հետ մենք գործ ունենք։ Եվ այն որ Հռոմի պապի կյանքի վերջի օրվա ընթացքում նրա օրհնությամբ, ընդ որում նրա վերջին աղոթքը վենց վերաբերում էր մեր տարածաշրջանին, դա ոչ ոք չնկատեց, նա խաղաղություն խնդրեց, ասեց Հարավային Կովկասի համար, դա պատահական չէր, եւ այն որ Վենսը հետո եկավ, եւ այն որ Թրամփի եւ Զելենսկու բանակցությունները նույնպես Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցան, սա բաներ են, որ Երևանում, երբ որ ես որոշ մարդկանց փորձում եմ դա բացատրել, իրենք քառակուսի աչքերով են, չեն էլ հասկանում, ինչ կապ ունի դա, դե հա հիմա շենքեր նստեցին, հա Վատիկանը որն է այ մարդ, պարզ չի, չէ, պարզ չի, իրենք չեն հասկանում, որ Վատիկանը անչափ կարևոր է եւ այս ժամերին հատկապես շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր է, որ մենք պարզապես հրաշքով մի բանից փրկվեցինք։ Եթե ամենաուժեղ տեխնացուն Պիետրո Պարոլինը, պետական քարտուղարը Վատիկանի, ընտրվեր, դա մարդ էր, որին մենք պետությունը մեր, եկեղեցին մեր, կառավարությունը մեր կարողացան, որքան էլ բավական լուրջ նեղացնել։ Նա Երևան էր այցելել, դա Վատիկանի պետքարտուղարն է, վարչապետ։ Եվ նրան ընդունեցին, կարծես թե ինչ որ չորրորդ կարգի քաղաքի թաղապետ է եկել։ Հենց թռուցիկ, հպանցիկ, մի քանի րոպեանոց հանդիպում վարչապետի հետ, որին համոզեցին, որ պետք է իրեն ընդունել։ Էջմիածինը հերթական անգամ ցույց տվեց իր հակակաթոլիկ այդ ամեն հələ ոչինչ, բայց նա այստեղից գնաց Բաքու, որտեղ նրան ընդունեցին, գիտեք ոնց։ Նրա օրհնությունը խնդրեցին կաթոլիկ տաճար կառուցել եւ կառուցեցին արդեն եւ արքիեպիսկոպ Սրբազան Գալախերը Վատիկանից եկավ եւ օրհնեց այդ կաթոլիկ տաճարը Բաքվում։ Ինչի համար են իրենք պատրաստում այդ ալբանական, այսպես կոչված աղվանական եկեղեցիների մասին կեղծիքները Արցախում, որ ասեն, որ հա մենք ենք Օրանը, Բախտողոմեոս եւ Թադևոս առաքյալները մեր տարածքում էին քարոզում։ Արցախը Հայաստանի հետ կապ չունի, դա կովկասյան աղվանք է եւ հսկայական փողերով անց էին կացնում այդ գաղափարը։ Եվ եթե օրինակ զարգանար այլ կերպ այս ընտրությունը, մենք հիմա հանձինս Վատիկանի կունենայինք, ասեմ ձեզ, բավական մեծ գլխացավանք, այնտեղ որտեղ պետք չէր այդ գլխացավանքը ունենալ։ Աստված հերթական անգամ խղճաց մեզ։ Ես ընդհանրապես ասում եմ, ինչ ցածր է մեր քաղաքականության, դիվանագիտության, վերլուծության որակը, եւ այդ որակը իշխանության որակը, կառավարման որակը, դա է գինը, Փաշինյանի այս այցի գինը մենք վճարում ենք նրանով, որ բարձրանում է արտահոսքը եւ կապիտալը, եւ մարդկանց։ Մարդիկ փախչում են Հայաստանից, որովհետև տեսնում են, որ Հայաստանը չի գնում Եվրոպա։ Հետևաբար պատերազմի վտանգը շարունակվում է, որդիներին փախցնում են բանակից, բիզնեսները փախցնում են Հայաստանից։ Այդ դա է գինը։ Իսկ դիմաց ընդամենը մի քանի մարդ պահպանել են իրենց հույս են պահպանում մնալ իշխանության մեջ ընդամենը եւ նրանց գինն ենք մենք վճարում մեր կյանքերով, մեր արտագաղթով, մեր դժբախտությամբ, նևրոզներով եւ մահերով։